Շարունակվում է առավոտ լուսոն, իսկ այժմ մեր հյուրերը հաջորդ տաղավարում են և միասին փորձելու ենք շարունակել խոսել գինու փառատոնի մասին, որը այս տարի տեղի ունենալու այսօր արդեն երեկոյից հունիսի 6-ից մինչև հունիսի 8-ը Սարյան, Թումանյան, Մոսկովյան փողոցներում, որտեղ համախմբելու է գինեսերներին, ռեստորատորներին, երաժշտասերներին, պարզապես մարդկանց, ովքեր որ սիրում են գինի և լավ ժամանակ անցկացնել դրա շուրջ, իսկ ես այս թեմաների շուրջ կզրուցեմ մեր հյուրերի հետ Աշոտ Բարսեղյան, ռեստորանների ասոցիացիայի ՀԿ-ի նախագահ, բարի լույս ձեզ, և Արտյոմ Մկրտչյան, սոմելիե, բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ տաղավարում եք և հնարավորություն ունենք ավելի մանրամասն խոսելու, թե ինչ է սպասվում, ինչ կարևորություն ունեն այս օրերը մեզ համար, առհասարակ հայերի համար, ովքեր որ համարվում են հին գինեգործությամբ զբաղողներ, և այն ամենի մասին, թե ինչպես կարող ենք մենք ճիշտ հաղորդակից լինել այս օրերին և կարևորել նաև այս օրերին։ Նախ շնորհավորում եմ ձեզ, որովհետև կարելի ասել ձեր համար էլ է սա տոնական եռօրյակ, ինչ կարևորություն ունի հենց ռեստորանային հատվածը և ռեստորատորների ներգրավվածությունը այս օրերին։ Գինու օրերը հենց առաջի տարվանից 2017 թվականից վերածվեց ոչ միայն գինու օրերի, այլ նաև ռեստորանային օրերի, ինչի, որովհետև բաղկացուցիչ մասը շնորհիվ այն ռեստորանների, որոնք այդ պահին Սարյան փողոցում էին գտնվում, որից մեկը մեր ռեստորանն էր և մենք Նունեի հետ շատ երկար և բովանդակալից քննարկումներ ունենք, թե որտեղ անցկացնել և ես հպարտ եմ նրանով, որ իմ լուման ունեմ նրանում, որ Սարյան փողոցում է տեղի ունենում գինու օրերը, որը վերածվեց այսօր կենտրոնական միջոցառման, նաև ֆեստիվալների մեջ կենտրոնական միջոցառումը, կենտրոնական դեր է կատարում Հայաստանի համար և ռեստորանները սրա բաղկացուցիչ մասն են հենց առաջի տարվանից, երբ որ շատ փոքր էր գինու օրերը, դա Թումանյան, Պուշկին այդ հատվածն էր Սարյանի և մասնակիցները բնականա քիչ էին, բայց այնքան լավ և հաջողակ ստացվեց գինու օրերը, որ այսօր մենք ունենք արդեն 4-5 փողոց ներգրաված, բայց միևնույնն է Սարյանը, որը մեր տուրիստական գիդերում և մեր համար էլ նաև վերածվեց գինու փողոցի, անվանում ենք նաև գինու փողոց, ինչու որովհետև Ինվինոն առաջինը սկսեց և հետո արդեն մի քանի պրոյեկտներ գինուն նվիրված այսպես մշակույթ էին զարգացնում և շատ կարևոր դեր խաղաց նաև գինեգործության զարգացման մեջ, ինչի որովհետև այո ունենալով գինեգործության բազմահազարամյա պատմություն, ունենալով էնդեմիկ խաղողի սորտեր, մենք չունեինք այն հրավառությունը գինու, որը այսօր մեզ տալիս է, պարգևում է Երևանի գինու օրերի միջոցառումը։ Գինու օրերի շնորհիվ 60-ից 80 հազար զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, նաև այս տարի կարծեմ ավելի շատ ստույգ թվերը չգիտեմ, բայց նաև նկատել եմ, որ օդանավակայանում պարկինգում հերթ էր, արդեն տեղ չկար։ Գալու շատ հուսով եմ, որ նաև կգան հարակից երկրների մեր էքսպորտի շուկաների գնողներ, բայերներ այսպես կոչված, որոնք իրենց հետ կտանեն նորություններ հայ գինեգործության, իսկ ռեստորանների մասով իհարկե շատ կարևոր է ներկայությունը, որովհետև այս ոլորտի առաջին հերթի, որ խմում եք, պետք է նաև հաց ուտեք, մի բան ուտեք եւ ինչա պրազնիկ ինչա հրավառությունա դա, հա, եւ խմելու եւ ուտելու եւ բարձր տրամադրության եւ անբաժանելի մասեր են։ Ուտել, խմել, ուրախանալ, սա ընտանեկան պրազնիկ է, սա տուրիստական է, սա, չգիտեմ, գինեգործների եւ ռեստորանների համար շատ կարևոր է։ Նոր պրոյեկտներ կան, ովքեր ուզում են իրենց մասին հայտարարեն, իրենք էլ են աշխատում մասնակցեն գինու օրերին, որովհետեւ սա մեծ շանս է միաժամանակ մեծ քանակի մարդկանց ցույց տալ իրենց պրոյեկտի մասին։ Կայացած պրոյեկտներ կան, որոնք շատ ուզում են այնտեղ լինեն, որպեսզի իրենց հաճախորդներին ուրախացնեն նաև այդ օրերին։ Շատ ուրախ եմ, որ այս տոնը իրականում կա Հայաստանում եւ շատ ուրախ եմ, որ քաղաքային իշխանությունները շարունակում են օժանդակել այս պրոյեկտին եւ հուսով եմ ավելի մեծ մի քանի օր մյուս տարի արդեն 10-ամյակն է հոբելյանական մի քանի օր անհարմարություն եք պատճառում քաղաքացիներին, բայց իրականում սա տոն է, որը
ամենամեծ տոներից է Երևանի եւ ես ուրախ եմ, որ այս տոնը կա եւ հարատևելու է։ Տարեց տարի կարծես թե բացի նրան, որ փառատոնն է ընդլայնում իր եւ տարածքը եւ ներգրավվածությունը, նաեւ տարեց տարի մարդիկ էլ ինտեգրվում են եւ ավելի հանդուրժող են դառնում այս օրերի անհարմարություններին, փոխարեն այդ ամեն ինչը վայելում են։ Եկեք խոսենք, թե այս տարի քանի ռեստորան է մասնակցում եւ ինչ նորություններ ունենք այս տարվա համար։ Թվերի ստույգ ցավոք սրտի ստույգ չեմ տիրապետում, բայց կարելի ասել բավական զգալի մասը մասնակիցների ռեստորաններ են եւ մասնակիցներից մի քանիսը նաեւ նոր պրոյեկտներ են։ Ես կոչ եմ անում, հրավիրում եմ բոլորին գալ գնահատել մարդկանց ջանքերը եւ տեսնել ինչ նորություններ կան ռեստորանային ոլորտում, որոնք արտահայտվելու են այսօր գինու օրերով, այսօր վաղը եւ մյուս օրը։ Այսօր երեկոյանից ժամը 4-ից սկսվելու է, երևի ավելի ակտիվ կլինի 6-ից հետո։ Գնացեք տուն, պատրաստվեք եւ ընտանիք հանդերձ համեցեք գինու օրերին։ Եվ ամենակարևորը պատրաստվելուց հիշեք ամենամտերիմ մարդկանց տեղեկացնել, թե դուք որ հատվածում եք գտնվում։ Մենք շարունակենք խոսել իհարկե ռեստորանների մասին, դրանց կարևորության եւ թե ինչպես է անդրադառնում փոխադարձորեն այս օրերը ոլորտների զարգացմանը, եկեք մի փոքր էլ Արտյոմի հետ շփվենք ու հասկանանք ինչպես օգնել մեր հեռուստատեղներին այն մարդկանց, ովքեր որ առաջին անգամ այսօր գալու են Սարյան, Թումանյան, Մոսկովյան եւ փորձելու են հասկանալ, թե լավ, հիմա ինչ ենք փորձելու, ինչ ենք ընտրելու, ինչպես կողմնորոշվել այն մարդկանց համար, ովքեր որ սկսնակ են։ Բոլոր ովքեր որ առաջ անգամ են գալիս մասնակցում կամ սկսնակ են գինու ոլորտում, գինու հետ առաջ անգամ են կապ ունենում, մի քիչ դժվար է լինելու, որտեղ մեծ միջոցառում է ու շատ ահագին մեծ քանակությամբ մասնակիցներ են։ Հետաքրքիր է նաև, որ համ փոքր արտադրողներ կան, ընտանեկան բուտիկային փոքր արտադրողներ, համ էլ մեծ հայկական մեծ բրենդեր են ներկայացված։ Միշտ խորհուրդ եմ տալիս, որ եթե սիրում են փրփրուն գիններ, սկսեն ինչպես ապերիտիվ փրփրուններ փորձել, մի քանի արտադրող ունենք, որտեղ որ փրփրուն գիններ են, փրփրունից հետո մի քիչ հաց ուտել, օգտվել ռեստորանների ծառայություններից եւ հետո վերադառնալ սպիտակներին։ Մի քանի սպիտակ փորձել, միշտ ողջունել է, որ այդ հերթականությունը պահպանում են։ Փրփրուն, սպիտակ, կարմիր եւ եթե վերջում ուժ ունեցան եւ կարողացան դեռ շարունակել, նաեւ կարող են ինչ-որ սպիտակից հետո կարելի է վարդագույն, կարմիր եւ վերջում կարելի է ինչ-որ թնդեցված, քաղցր հայկական պորտվեին, պորտո ստայլով պատրաստված կամ ինչ-որ ավելի թնդեցված գինի, որպես արդեն դայջեսթիվ վերջում եւ գնալ տուն պատրաստվել հաջորդ օրվա երեկոյին, որտեղ հաջորդ օր ավելի թեժ է լինելու։ Սա եթե սկսնակ են եւ դեռ չեն իմանում ինչպես է պետք կառուցել հարաբերությունները գինու հետ, իսկ եթե արդեն շատ լավ փորձառու են, գիտեն ինչ է իրենց պետք, ինչ կգտնեն, ինչ յուրահատկություններ կգտնեն այս տարի նրանք Սարյան, Թումանյան, Մոսկովյան գինեգործներ կան, որոնք որ առաջ անգամ են ներկայանում այնտեղ, մի քանիսը կա, որ նոր են մտնում շուկա ու շատ հետաքրքիր է իրենց գինիները նաև փորձել, ովքեր որ սկսնակ չեն, արդեն գիտեն հստակ կարելի է օգտվել քարտեզով եւ հասկանալ թե որ տաղավարներում որ մասում է գտնվում արտադրողները, ում որ ճանաչում են արդեն իրենք տեսականին բավականին ծանոթ փորձառուները արդեն մի ամիս առաջ Սարյանի ռեստորաններում, չէ, իրանց տեղերը արդեն ռեզերվ են արել եւ նստած են 3 օր։ Փորձառուները որ իրենց տեղը հստակ լինի։ Իրենց տեղ որպես ռեստորանի նախի ռեստորաններ, դեռ ասեմ մի ամիս շուտ մարդիկ ռեզերվ են անում իրենց նստատեղերը ռեստորաններում, որպես այդ 3 օրը այդտեղ լինեն։ Հասկացա։ Սա փորձառուների մասով օգնություն է։ Մեր պրոյեկտում մենք էլ Սարյան, Մոսկովյան, Խաչմերուկ գինու բար ունենք, այդտեղ ռեզերվներ չենք ընդունում այս 3 օրը, որ բոլորի համար ազատ լինի, որ ոչ մեկ տարբերակ է, այո։ Դեկանտ վայն բարը նվիրված է գինուն եւ հատկապես լավ փրփրուններին։ Հա մենք շատ մեծ փրփրուն տեսական ունենք, դրա համար հա ռեզերվներ չենք ընդունում, որովհետեւ բոլորը կարողանան առանց ռեզերվի։ Դե եկեք խոսենք այս դեպքում արդեն գինու եւ սննդի ճիշտ համադրության մասին։ Արդյոք մասնակիցները հնարավորություն ունենում են հասկանալու, թե ինչպես է պետք ճիշտ սնունդը համադրել գինու հետ, որպեսզի այդ անցումները ավելի մեղմ եւ սահուն լինեն։ Միշտ պետք է ուտել գինու համտեսի ժամանակ եւ միշտ ողջունել է, որ շատ ջուր խմեն։ Զուգահեռաբար։ Այո, գինիների մեկը մյուսից հետո տեղափոխելու ժամանակ ընթացքում ջուրը խմել, այո։
եւ ուտելը շատ կարեւոր է, հատկապես որ մենք ինչ որ եթե յուղային բան ենք ուտում, մեր ստամոքսի մեջ ոնց որ պատում այդ յուղա պատերը եւ չի թույլ տալիս մեզ որ շուտ հարբենք, որը շատ լավ է եւ ճիշտ է։ Բայց քանի որ ինչ է լինում ստամոքսի հետ, դե ոչինչ։ Ոչ մի բան չէ, ոչ մի դեն վատ բան չի լինի, որտեղ գինի մեզ օգնում է մեր ուտելիքի մարսողության վրա, հա, դա շատ լավ ազդեցություն ունի, բայց միևնույնն է մարդիկ տարբեր շեմ ունեն, հարբելու։ Գինին ամենամաքուր խմիչքներից է։ Դրա համար միշտ շատ մարդիկ կան, ովքեր որ հստակ գիտեն այդ շեմը եւ չեն ասում այդ շեմը։ Քանի տարի է արդեն, որ դուք ասացիք ամենասկզբից եք, այո, առաջին տարվանից։ Հենց առաջին տարվանից եք մասնակցում այս ամենին զուգահեռ գալիս, իսկ դուք քանի տարի է, որ արդեն 2020 թվականին եմ վերադարձել Հայաստան, առաջ անգամ 2021-ին եմ մասնակցել, ստացվում է 4-րդ տարին է ինչ մասնակցում ենք մենք Երևանի կինո օրերին, տարբեր ֆորմատներով եւ այլն, այս անգամ այս տարի ամենաակտիվն ենք մեր այս մնացած մասնակցություններով, որտեղ համ մենք առանձին տաղավար ունենք Մոսկովյան փողոցի վրա, բացի դրանից մեր պրոյեկտը Decant Wine Bar-ինքը նույնպես Մոսկովյան Սարյան խաչմերուկի վրա է, որտեղ որ էլի առանձին ներկայացված ենք, դրա համար բուրըն գործունեություն ունենք այս 3 օրվա ընթացքում։ Լավ, եւ վերջում ինչ խոսք եւ ինչ խորհուրդ կուղեք բոլոր նրանց, ովքեր որ հիմա դիտում են եւ դեռ չեն պատրաստվում շտապել Սարյան փողոց։ Ինչ այսպես կոչով նրանց կհրավիրեք։ Մաքսիմում շտապեն, կան, մի քիչ հանդուրժողական լինեն միջոցառմանը, որտեղ շատ մեծ փառատոն եւ գիտենք, որ Երևանի փողոցները փոքր են, հատկապես փոքր կենտրոնի, հետեւաբար մի քիչ խցանում շատ կլինի մարդկանց կոնցենտրացիան, այդ բավով հանդուրժողական լինեն, մաքսիմում տարբեր գինիներ փորձեն, ազատ լինեն նորություններ փորձելու եւ ցանկացած մի բաժակ կամ ավելի լավ կլինի մի շիշ գնաց գինին հայկական գործունեություն, գինեգործության ոլորտին մեծ օգուտ կտա, ինչքան կարող է շատ հայկական գինի խմեն։ Ահա, եւ ովքեր որ նշեցիք, որ կարող է լարվեն, վստահաբար դա կավարտվի հենց տեղ հասնելուն պես գինի օգնությամբ։ Եվ ձեր շատ կոչ եմ անում եւս գալ, մասնակցել առնվազն 1 օր, ցանկալի է նաև բոլոր 3 օրերը ներկա լինեն, շաբաթ կիրակի դիմացը շատ լավ մեծ տոն է, ամեն մի տաղավարից կարելի է քիչ-քիչ եւ ուտելիքից եւ գինուց փորձել, տեսականին այնքան բազմազան է եւ մասնակիցները այնքան բազմաշերտ են, այնքան հետաքրքիր է լինելու, որ շտապեք, հարմար կոշիկ հագեք, սոված եկեք, որ ուտեք, խմեք եւ վայելեք այս տոնը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ այսօր շտապեցիք նաև մեր տաղավար, մեզ հետ միասին հասկանալու, օգնելու հեռուստատողին հասկանալու այս օրերի կարևորությունը եւ նրբությունները։ Ձեզ հաջողություն ենք մաղթում այս 3 օրերի համար եւ կսպասենք արդեն հաջորդ 10 տարվա հոբելյանական առիթով հավաքվելուն մեր տաղավարում, իսկ մենք սիրելի հեռուստատողներ շարունակում